պետք է մարդկանց արժանապատվությունը ոտնահարենք, իրավունքները պետք է խախտեն, ասում եմ պետք է այդ փոփոխությունը անպայման մենք ենթարկենք մարդու իրավունքները, խախտենք այդ իրավունքները անհրաժեշտ է որ խախտվեն, եւ դա մարդկանց արժանապատվությունը չի խախտում, նրանց իրավունքները չի նսեմացնում։ Այսինքն սա ուղղակի ցինիզմ է, սա դուք գնահատեք, թե սա ինչ է նշանակում, եւ սա Եվրոպական միությունն է, որը ստեղծում է իր տարածքում էլեկտրոնային համակենտրոնացման ճամբար թվային դիկտատուրա, բռնապետություն, եւ այս բռնապետության մեջ մենք փորձում ենք մարդիկ կան, մենք փորձում ենք ինտեգրվել այս համակարգին։ Հիմա մարդիկ հարց կտան, իսկ Ռուսաստանում այդպիսի բան չկա, Ռուսաստանը նույնպես այս համակարգի մեջ է, եւ իմ ձեռքին է Ռուսաստանի նաեւ, ուրեմն 2000 համակարգի միջով իրար հետ հակամարտում են։ Իրար հետ հակամարտում են ընդհանուր առանձին յուրաքանչյուր ղեկավար իր շահի պատկերացման տեսակետից որոշակի ազդեցություն կրելով գլոբալ իշխանություններից նաև, բայց իրանք հակամարտում են կոնկրետ իրավիճակային լուծումների ստրատեգիական խորքային ամբողջ անկախությունը գոյություն չունի ինքնիշխանությունը իրենց կոնցեպտների մեջ։ Եվ հիմա, եթե լիներ այսպիսի փաստաթղթեր չեր ընդունի նաև Ռուսաստանը գրում է, ուրեմն սա իմ ձեռքին Ռուսաստանի 2007 թվականի օգոստոսի 7-ի փաստաթուղթն է, որը գրեթե нույն բովանդակությամբ այս փաստաթղթի մեջ կարող եք նայել, ուրեմն ինտերնետում փնտրել, կոչվում է об утверждении стратегии развития электронной промышленности России на период до 25 года. Ստեղ վերջին հատվածում ես ընդգծում եմ արել ամբողջ այս մարդկանց էլեկտրոնային սարքերի ներդրման ուղղված ամբողջ որոշումն է։ Սա ընդունվել է Խրիստենկոյի կողմից, այդ ժամանակ վարչապետը եղել է ուրեմն Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը եւ ինքը այդ նիստի ժամանակ նիստը վարել է Խրիստենկոն եւ ընդունվել է այս փաստաթուղթը։ Այսինքն այնպես չի, որ Ռուսաստանը եւ այսօր Ռուսաստանը նույնպես իր պետության ներսում դեռ կամ շեղվածներ, այսպես ասած, թվայնացման գծով Շադայևից բռնած մինչև Գրեֆով, Միշուստինով վերջացրած ամեն նորության մեջ լսում ես թվայնացում։ Ես ուզում եմ նաեւ խոսեմ հիմա սրա սկզբնաղբյուրի մասին, ինչու է գրված Եվրոպական հանձնաժողովի փաստաթղթում, որ լինելու են փոփոխություններ, այսինքն ֆիքսված են, որ անպայման պետք է լինեն այդ փոփոխությունները թվայնացման հետ կապված, եւ մենք պետք է ենթարկվենք այդ փոփոխություններին, հարց է ծագում